Որն է եկեղեցի պետություն առճակատման իրական պատճառը եւ նոր սահմանադրություն ընդունելու հրամայականը, հարցերը փորձագետների խոշորացույցում։ Զուգահեռաբար փակել արցախցիների վերադարձի եւ արևմտյան Ադրբեջան թեմաները, Փաշինյանի առաջարկը Բաքվին։ Խուզարկություններ Արցախի ներկայացությունում, ինչ են փնտրել եւ իրենց հետ տարել քննիչները։ Ուկրաինական զինուժի մարդկային կորուստը պատերազմում գերազանցում է 1 միլիոնը, Լավրովի պնդումը։ Բարձրարժեք գույք ցածր արժեքով հասում միայն պաշտոնյաներին, մամուլի խայտառակ բացահայտումներն ու թաքնված կոռուպցիոն ռիսկերը։ Ուր են չքացել փոխհատուցման գումարները, Մայիսյան կարկուտից տուժած գյուղացին դեռնե դուռ է ընկել, հատկացված փողը չկա ու չկա։ Ինչու է արմատապես փոխվում կրթության բովանդակությունը, հակապետական եղել է, թե դարձնում են կրթության փորձագետների մտահոգությունը։ Միքայել Սրբազանին պատժախցից կտեղափոխեն հիվանդանոց, թույլտվությունը կա, նրան վիրահատելու են Իզմիրլյանում։ Արտակարգ դեպքերում զանգահարել 11-2 հեռախոսահամարով, 911-ն ու 102-ը շուտով էլ չեն գործի։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարող է դառնալ կարևոր գործոն տարածաշրջանային կապերի ընդլայնման եւ տնտեսական կայունության ամրապնդման տեսանկյունից բոլոր պետությունների համար։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Փաշինյանը իր ելույթում ողջունել է Ադրբեջանի նախագահի որոշումը կապված այն ապրանքների տնանցման ապաշրջափակման հետ, որոնք ուղարկվում են Հայաստան-Ադրբեջանի տարածքով։ Նիկոլ Փաշինյանի խոսքով դա նշանակալի նվաճումներից մեկն է մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման շրջանակում։ Եվրասիական նիստում Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է փոխշահավետ համագործակցության ԵԱՏՄ-ի հետ։ Մոսկվայում Փաշինյանին դիմավորել են դեսպանատան դիմաց կազմակերպված հանրահավաքով, ըստ ռուսական լրատվամիջոցների հավաքին մասնակցել են մոտ 300 մարդ, այդ թվում հոգևորականներ եւ ակտիվիստներ, ներկայ են եղել հատուկ նշանակության զորքերը։ Ցուցարարները հակասահմանադրական են անվանել իշխանությունների կողմից հոգևորականներին եւ գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները։ Եկեղեցին է թշնամական վերաբերվում պետությանը, թե պետությունը եկեղեցուն առճակատման փաստը անհերքելի է։ Եկեղեցու հարցը Փաշինյանը նաև Գերմանիայում հնչեցրեց, ասաց, որ թափանցիկություն եւ հաշվետվողականություն է ուզում։ Հայաստանում փորձագետները կարծում են, որ եկեղեցու դեմ արշավը առաջիկա ընտրություններով է պայմանավորված։ Մայրաթորի դիրքորոշումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ քրիստոնյա բնակչության կողմնորոշման վրա։ Վերլուծաբանների խոշորացույցում նաև նոր սահմանադրության հարցն է։ Փաշինյանը Բեռլինում ասել էր, թե որ դեպքում կփոխի մայրօրենքը։ Արտաքին աշխարհի փորձագիտական, քաղաքագիտական, վերլուծական համայնքների ազդակներից թերևս կարելի է պատկերացնել, որ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը թշնամական է։ Դրսում շատերն էլ համարում են, թե եկեղեցին է թշնամաբար տրամադրված կառավարության ներկայացուցիչների հանդեպ։ Այսպիսի կարծիք հնչեց օրինակ Բեռլինում Փաշինյանի հետ քննարկման ժամանակ։ We want transparency. Մենք ցանկանում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն հայ առաքելական եկեղեցու կանոններին։ Ի նկատի ունեմ հոգևորականների համապատասխանությունը, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ եւ նրանց, կներեք, որ այսպես եմ ձևակերպում, գործիք դարձնում արտաքին ազդեցության համար։ Կրոնագետների դիտարկմամբ գրեթե բոլոր միջազգային կառույցներում կան արտաքին ազդեցության դրսևորումներ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ կրոնագետի, այստեղ այն համեմատաբար պակաս է։ Մեզանում դա համեմատաբար ավելի պակաս է, որովհետև հայ քրիստոնյաների բազմությունը ճնշող մեծամասնություն է կազմում, ինչին ստիպված է հարմարվել կամայական կառույց։ Եկեղեցին առավել եւս, որովհետև դա հայոց առաքելական եկեղեցին է։ Ինչու են իշխանություններն այսպես ասած պատերազմ հայտարարել եկեղեցուն։ Կրոնագետն ասում է, բանն այն է, որ հիմա ավելի շատ եկեղեցական համակարգն է ընդդիմանում իշխանությանը։ Մոտալուտ ընտրություններում դա կարող է էական դեր խաղալ, այդպես է համարում։ Դա ծանրագույն վտանգներով հրի պրոցես է սկսվել։ Բեռլինյան քննարկմանը դեսանտ իջեցված ադրբեջանցի դիվանագետը ինչ խոսք իր վերադասի նախապայմանների լեզվով առաջ քաշած պահանջներ եկել լեգիտիմացնելու։ Ականջ շոյելու համար ադրբեջանցին նախ հայերեն ողջունեց։ Բարի գալուս Գերմանիա, Mr. Prime Minister.
Հետո կենտրոնացավ Հայաստանի սահմանադրության հնարավոր փոփոխության վրա։ Ճիշտ է, Փաշինյանը պատասխանելով նրան հայտնեց, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, բայց եւ հայտնեց, որ եթե սահմանադրական դատարան ուղարկվի խաղաղության համաձայնագիրը եւ եթե այն չհամապատասխանի մայր օրենքին, Փաշինյանն ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ կատարել։ Անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Ըստ սահմանադրագետների Հայաստանի իշխանություններն ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի ներսում չոտնահարվի երկրի մայր օրենքը։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել տարբեր երկրների, ամերիկյան նաև հնարավոր թուրքական կողմերի ներգրավումը Թրամփի ուղու աշխատանքներում։ Սա արդեն ըստ մասնագետների երկրի մայր օրենքի երկրի ինքնիշխանության ոտնահարում է։ Ըստ էության ադրբեջանական Զանգեզուրի կորիդոր կոչվածի իրագործում, որովհետև անկախ նրանից, թե դու ինքնիշխանության ինչ տարեր ես ամրագրելու, փաստացի այդ տարածքը գտնվելու է քո վերահսկողությունից դուրս։ Այլ պետությունը կամ այլ պետության մասնավոր անձիկ են, ընկերություններն են իրագործելու են գործառույթները, որոնք Հայաստանի օրենսդրությամբ պատկանում են բացառապես Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի իշխանություններն ըստ սահմանադրագետների Վաշինգտոնյան հռչակագրով գնացել են այնպիսի զիջումների, որոնք անհամատեղելի են Հայաստանի ինքնիշխանության հետ, եւ որքան էլ իշխանության ներկայացուցիչների խոսույթում լինի ձևակերպում, թե Հայաստանը իր ինքնիշխանությունը չի զիջում եւ կարմիր գիծ է, իրականում ըստ սահմանադրագետների այն ամենն ինչ հրապարակված է Վաշինգտոնյան հռչակագրում, հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը զիջել է իր ինքնիշխանությունը, տալիս է միջանցք Ադրբեջանին այդ երկրի պատկերացումներին համապատասխան։ Հետագայում ըստ սահմանադրագետների, եթե իրավական առումով այս ամենը իրականություն դառնա եւ այդ բոլոր գործարքներից Հայաստանը հետագայում փորձի դուրս գալ, մեր երկրի համար դա միլիարդավոր դոլարներ կարժենա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Մայրաթորը ողջունում է եպիսկոպոսած կոչը հարգանքով վերաբերվելու եկեղեցու նվիրապետական կարգին, վերստին հորդորելով վերադառնալ կանոնական դաշտ փաստելու անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ, հայտնել են Մայրաթորից ի պատասխան լրատվամիջոցների հարցմանը, թե ինչպես է վերաբերվում Մայրաթորը 10 եպիսկոպոսների նոր հայտարարությանը եպիսկոպոսած ժողովի հետաձգման վերաբերյալ։ Էջմիածնից նշել են, որ ցավալի է, որ հարաբերությունները Մայրաթորի եւ Հովվապետի հետ 10 եպիսկոպոսները պահպանում են հայտարարությունների միջոցով, խնդիրների արծարծումը շարունակում ոչ թե եկեղեցական մարմիններում, այլ բոլորովին այլ հարթակներում։ Մայրաթորից նաև հայտարարել են, թե եկեղեցին կանոնադրություն չունի անհարկի պնդումը, ճշմարտության եւ իրականության հետ որևէ աղերս չունի։ Հայոց եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով եւ հայրապետական կոնդակտներով։ Միասին ճանապարհային քարտեզ մշակել եւ զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ու այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմաները, առաջարկը Բաքվին Փաշինյանն է հնչեցրել Բերլինում լրագրողների հետ հանդիպմանը։ Արցախցիների հայրենիք վերադարձը նա անիրատեսական է համարել, վտանգավոր նոր պատերազմի հեռանկարով։ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում ռեզոնանս է առաջացրել։ Արցախի ժողովուրդը ինքը պիտի որոշի վերադառնա, թե ոչ, կարծում են վերլուծաբանները, անընդունելի համարում այն, որ հավասարության նշան է դրվում արցախցիների տունդարձի եւ արևմտյան Ադրբեջան թեմայի միջև։ Վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Գերմանիայում պաշտոնական հանդիպումների օրակարգը սպառելուց հետո հայ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց վարչապետը, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարության դիրքորոշմանը, թե Հայաստանի ու Եվրամիության միջև օրերս ստորագրված ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Բաքվի սիրտը խոցել էր հատկապես այդ հռչակագրում տեղ գտած Ղարաբաղի փախստական հայերի տեղահանություն ձևակերպումը։ Այս մեջբերումն անում է նաև Փաշինյանն ու կրկնում խնդրի լուծման իր վաղեմի առաջարկը՝ երկուստեք փախստականների հարցը հանել օրակարգից։ Այդ թեմաներով ինչքանով իրանք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանն այստեղ նկատի է առնում մի կողմից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ վերադարձի ցանկությունը, ինչն ինքն անիրատեսական է համարել, մյուս կողմից այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի օրակարգը, որը Բաքվի իշխանություններն են առաջ բերում Երևանին առայժմ անուղղակի պահանջ ներկայացնելով, թե իբր Հայաստանից տեղահանված 100 հազարավոր ադրբեջանցիներ կան, որոնք հետդարձի իրավունք ունեն, պետք է իրացնեն։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը,
Այդ նշանակում է մենք նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է եւ ինքս իրան սկսելու փորձերը օգտակար չեն։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ որ անհասկանալի տերմինաբանություն։ Հիմա պետք է հասկանալ, որի պատճառն է։ Որը պատճառ է եւ որը հետևանք է։ Արձագանք Արցախի նախկին պետնախարարից Հայաստանի վարչապետը չի կարող լինել արցախցիների վերադարձի իրավունքից հրաժարվողը, պնդում է Արտակ Բեգլարյանը։ Արցախի ժողովուրդը պետք է որոշի վերադառնում է, թե չի վերադառնում։ Այդ իրավունքի տերը տվյալ պարագայում վարչապետը կարող է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ձևակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի ու ցանկալի չի։ Ինչու է վարչապետը բռնատեղահանված արցախցիների միջազգայինորեն ճանաչված վերադարձի իրավունքի եւ հնարովի արևմտյան Ադրբեջան օրակարգի միջև հավասարության նշան դնում։ Փորձագիտական համայնքում մտահոգությունները սրվում են։ Մասնագետները պնդում են, համեմատություն համադրությունը տեղին չէ։ Բաքուն կանցա Փաշինյանի առաջարկին, ադրբեջանագետը երաշխավորում է, Ալիևը հետքայլ չի անելու։ Իրավունքի եւ պատմության եւ լեգիտիմության տեսանկյունից դրանք համեմատելի չեն։ Ընդհակառակը այդ անհարկի համեմատությունը միայն ճակերտավոր լեգիտիմություն է հաղորդում Ադրբեջանի զավթողական ծրագրերին։ Այս թեման շրջանառության մեջ է մտել Արցախ-Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց, այսինքն դա ոչ թե զուգահեռաբար կամ հորինված ինչ-որ իրավունքներ են, այլ ընդհակառակը դա ադրբեջանական քաղաքականության, զավթողական, ագրեսիվ տանգավոր քաղաքականության հերթափոխելն է։ Նրանք բացառապես գալիս են առավելապաշտական, իրենց ծավալապաշտական նկարտումներից ելնելով հավասար իրավունքներով, այլ ոչ թե որպես նույն օրինակով, ինչպես օրինակ Վրաստանում հայերն են ապրում կամ ադրբեջանցիները։ Հնդածս իդեպ մինչև պաշտոնական Երևանից խաղաղության գործընթացը փակուղի չտանելու կոնկրետ առաջարկներ են հնչում, Բաքվում քննարկում են իրենց, այսպես ասենք, նորահայտ փախստականների իրավական կարգավիճակի հարցը, պատրաստվում են նոր օրենք ընդունել նրանց համար, օր-օրի ավելացնելով տրցակի հաստությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Խուզարկություն Արցախի ներկայացությունում այսօր կեսօրին քննիչները մտել են շենք եւ խուզարկություններ սկսել քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանը լրատվամիջոցներին կարծիք է հայտնել, որ գործողությունները կապված են երեկվա լսումների հետ, որ վերաբերում էին արցախցիների հայրենիք վերադարձին։ Փաստաբանը ավելի ուշ հայտնել է, որ գործողությունը կապված է տնտեսական հանցագործության հետ։ Խոսքը կոնկրետ իրավաբանական անձի եւ Հայաստանյան բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու մասին է։ Ժամեր անց խուզարկությունը ավարտվել է, քննիչները իրենց հետ տարել են առգրաված սարքերն ու փաստաթղթերը, հատուկ փրկարարներ են հրավիրել չհրկիզվող պահարանը բացելու համար։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ուկրաինական զինուժի մարդկային կորուստը պատերազմում գերազանցում է 1 միլիոնը, Լավրովի պնդումը։ Բարձրարժեք գույք ցածր արժեքով հասումի այն պաշտոնյաներին, մամուլի խայտառակ բացահայտումներն ու թաքնված կոռուպցիոն ռիսկերը։ Ուր են չքացել փոխհատուցման գումարները, Մայիսյան կարկուտից տուժած գյուղացին դռնեդուռ է ընկել, հատկացված փողը չկա ու չկա։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ամերիկյան պաշտոնյաների հետ տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել է Ուկրաինայի հետ պատերազմյան վերակառուցման հարցը։ Զելենսկին X-ում գրել է, որ Սկոտ Բեսենթի, Ջարեդ Քուշների եւ Լարի Ֆինքի հետ քննարկել են վերականգնման հիմնական տարրերը, տարբեր մեխանիզմներ եւ վերակառուցման տեսլականներ։ Զելենսկու խոսքով թարմացվել են մտորումները պատերազմի ավարտի շրջանակային փաստաթղթի 20 կետերի վերաբերյալ։ Հենց ընդհանուր անվտանգությունն է, որ կորոշի տնտեսական անվտանգությունը եւ կապահովի անվտանգ բիզնես միջավայր, նշել է Ուկրաինայի նախագահը։ Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստը վաղուց գերազանցել է 1 միլիոնը եւ շարունակում է աճել, քանի որ Կիևի ռեժիմը վերածվել է կազմակերպված հանցավոր խմբի։
Հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը եւ Ուկրաինան փոխանակել են յուրաքանչյուր կողմից 2500 զինծառայող։ Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 11000 զինվորի մարմին, 201 զոհված ռուս զինվորի մարմնի դիմաց, նշել է Լավրովը։ Վերադառնանք Հայաստան, պետական ֆինանսավորմամբ շինարարական գործունեություն իրականացնող քաղաքացիները հաճախակի բողոքներ են ուղղում կառավարությանը, որ իրենց աշխատանքի դիմաց չեն բարձրատրվել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնել է, թե պատճառներից մեկն այն է, որ տնտեսվարողներ կան, որ պատշաճ չեն հանձնել աշխատանքը, որպեսզի պետությունից ստանան գումար։ Բացի այդ, տնտեսվարողներ են եղել, որ կազմակերպությանը փոխանցված գումարները ուղղել են այլ նախագծերի։ Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, այդ տնտեսվարողները լուրեր են տարածում, թե պետությունը գումարը չի հատկացրել։ Կառավարությունից հայտնում են, որ պետական ֆինանսավորման դեպքում երբեք պարտքեր չեն գոյացրել։ Այսպիսի դեպքերը քիչ չեն եւ խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ այդպիսի տպավորություն են փորձում ստեղծել որոշ ամբարախիղճ տնտեսվարողներ, որ պետությունը չի վճարում այդ գումարը։ Ամենևին չասեցի, որ որոշ օղակներում պետական դանդաղումներ չի լինում, այդպիսի դեպքեր էլ ա եղել։ Բոլոր այն դեպքերում, որտեղ շինարարական ընկերությունները մեզ ներկայացել են որոշակի ծավալի հետ կապված աշխատանքների կատարողականներ, համայնքները պատշաճ կերպով այդ կատարողականները ուսումնասիրել են, տվել են մարզպետի աշխատակազմ, որից հետո մարզպետի աշխատակազմը տեղում ուսումնասիրություն է իրականացրել ծավալների մասով։ Անշարժ գույք շուկայականից շատ ավելի ցածր արժեքով, որ հասու է միայն պաշտոնյաներին։ Մամուլում վերջին շրջանում մի շարք աղմկահարույց հրապարակումներ եղան լրագրողական հետաքննության բացահայտումների մասին, թե որ պաշտոնյան վերջին ժամանակաշրջանում ցածր արժեքով կամ վարկային ցածր տոկոսադրույքով ինչպիսի բարձրարժեք գույք է ձեռք բերել։ Մասնագետները այս գործարքներում կոռուպցիոն մեծ ռիսկեր են տեսնում, դիտարկում դա որպես կաշառք, շինթույլտվության կամ այլ արտոնության համար։ Ժամանակի ընթացքում փոփոխվում է ամեն ինչ՝ տեխնոլոգիաները, արվեստը, սպորտը, ճարտարապետությունը, ինչու ոչ, կոռուպցիան։ Մարդկանց պատկերացումներում կոռուպցիան հիմնականում մեկից մյուսին փոխանցվող փողն է, կաշառքը։ Սակայն հիմա կոռուպցիան բազմաթիվ այլ տարածված ճյուղավորումներ է ստացել։ Օրերս հետք կայքում հրապարակված հետաքննության համաձայն Ազգային ժողովի падգամավոր Հայկ Կոնջորյանը շուկայական արժեքից շատ ավելի մատչելի գնով ձեռք է բերել նորակառույց առանձնատուն։ Ավելի վաղ արված մեկ այլ հետաքննության համաձայն Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ձեռք էր բերել 165 քառակուսի մետր մակերեսով բնակարան շուկայականից բավականին մատչելի գնով։ Իսկ Civilnet-ի մեկ այլ հետաքննություն նվիրված էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից շքեղ առանձնատուն գնելու փաստին։ Բոլոր այս դեպքերում լրատվամիջոցները պարզապես բաց աղբյուրների կիրառումով ֆիքսել են որոշակի փաստեր։ Հրապարակումներից հետո հարց էր բարձրանում. արդյոք այս գործընթացներում կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Սա կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթ է, բայց չի կարելի վստահ ասել, որ սա կոռուպցիոն հանցագործություն է։ Իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումն այն է, որ վարկային միջոցներով անշարժ գույք կարող են ձեռք բերել բոլորն, այդ թվում պաշտոնյաները, իսկ եթե այդ գործընթացում կան հանցանքի տարրեր, պիտի զբաղվեն իրավապահները։ Քո ստացած եկամուտը փորձում ես ինչ-որ կերպ ներդնել, ինչ-որ բիզնեսում չես կարող ներդնել, բայց գոնե ապագայի համար մի տուն, երկու տուն կարող ես ձեռք բերել, $200,000 տունը ինչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ կամ 10 տարի հետո չպետք է ունենամ։ Պետք է ունենամ այնքան, որքան որ կարող եմ ունենալ։ Հալցն իհարկե պաշտոնյաների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը չէ, նշում են փորձագետները։ Այստեղ խնդիրն այն է, թե արդյոք նրանց կվաճառեին նույն գույքը նույն գնով, եթե նրանք չլինեին պաշտոնյա։ Արդյոք սովորական քաղաքացիներին նույն ժամանակահատվածում նույն գնով է վաճառվել այդ գույքը։ Դե ենթադրենք գույքի սեփականատերը լավություն է արել պաշտոնյային։ Ինչ խնդիր կհարցնեն մարդիկ։ Այդ լավությունը, այսպես ասած, անելով ճակերտավոր ստանալ որևէ որոշակի առավելություն։ Այսինքն օրինակ, եթե կոնկրետ այս դեպքը կառուցապատող ընկերությունը ինքը հույս ունի, որ հետագայում խնդիրներ չեն առաջանա այլ ուրեմն այդպիսի պրոյեկտներ իրականացնելիս, եթե լինեն, ասենք, հարցեր կապված, որքանով օրինական էր եղել շինթույլտվության ստացումը։ Քրեական օրենսգրքում ի դեպ հիմա կա հոդված, որը ենթադրում է քրեական հետապնդում այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք սեփական պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործել են սեփական կամ խմբային շահերի համար։ Իրավապահ մարմինները, եթե ունեն, այսինքն ոչ թե մարմինները իրենք միայն, այլ ընդհանրապես երկրի ղեկավարությունը ունի քաղաքական կամք
այսպես ասենք, նորմալ երկիր ունենալու, հետևաբար կոռուպցիան կրճատելու, պետք է այդ ամենը փորձեն գտնել, առանց նայելու, թե ով է դա օգտվել, ինչ պաշտոն է զբաղեցնում, ինչ կարգավիճակ։ Մեծ հաշվով կառավարությունն այսօր ունի բավականին բազմազան գործիքակազմ կոռուպցիոն նման երևույթների բացահայտման համար։ Հենց վերջերս են նախաձեռնել փոփոխություններ, որոնց նպատակը պաշտոնյաների ռիսկային հայտարարագրերի բացահայտումն ու ուսումնասիրությունն է։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Տարին ավարտվում է, մայիսյան կարկտահարությունից տուժած գյուղացին դեռ փոխհատուցման գումարը չի ստացել։ Քանի ամիս է դեռնեդուր են ընկել, նախարարի պնդումն ունեն ձայնագրությամբ, թե կառավարությունը փողը փոխանցել է, բայց գյուղացուն փաստացիային չի հասել։ Արմավիրի համայնքապետարանում էլ ուսերն են տարուբերում, գումարը ոչ տեսել են, ոչ դրա մասին լսել։ Ուր են չքացել տուժած գյուղացիների փողերը։ Քնարիկ Պետրոսյանն է գնացել անհետացման հետքերով։ Մեզ խափում են էլի։ Մի օր ստեղ են ուղարկում, մի օր ընդեղ են ուղարկում, ասում են, որ փոխանցել են, բայց բանից դուրս է գալի, որ ոչի բաներ չեն փոխանցել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզի գյուղացիներին մի քանի անգամ է ասել, թե հոկտեմբերին կառավարության որոշմամբ 100%-ով փոխանցվել են մայիսի 14-ի կարկուտի հետևանքներից տուժած բերքի վնասները։ Մեկ ամիս առաջ էլ Պապոյանը հաստատել է, փողը փոխանցված է, նալբանդյանցի Արմենն է պատմում։ Եկել ենք մարզպետարան, նորից ասում են մեզ դες գումար չկա փոխանցված։ Էսի Պապոյանի Բարև ձեզ Արմեն ջան, բոլոր գումարները փոխանցված են մարզպետարաններ եւ համայնքապետարաններ նախարարության կողմից։ Իրանք արդեն պետքա ձեզ տան բոլոր գումարները։ Ընդ որում ոչ միայն այս տարվա, այլև նախորդ տարվանն էլ պետք է փոխհատուցվեն, վստահեցրել է Պապոյանը։ Ձայնային այս հաղորդագրությունից անցել է 1 ամիս, գումարը չեն ստացել գյուղացիները։ Հենց նոր նայեցի, ուրեմն 49 համայնքից փոխանցված է 36-ը ամբողջությամբ 100%-ով։ Արմավիրի մարզպետարանից գյուղացիներին բառացի են ասել, ոչ մի փոխհատուցում էլ չի եղել։ Մարզպետարանի ներկայացուցիչը ժամի հետ առանց տեսախցիկի զրույցում էլ պնդեց, մեջբերում հանրապետության ոչ մի մարզպետի աշխատակազմի գումար չի փոխանցվել։ Գյուղացիները դժգոհում են, թե իրենք հարկ են մուծում պետությանը, ինչու այդ դեպքում պետությունն իրենց կողքին չէ։ Բողոքում են, էդի տեխնիկայի գումար են տալիս, բուժումներ անում, 1 հեկտարի վրա մինչև 1 միլիոն դրամի ծախս են անում։ Եթե կարկուտը մի անգամ էլ գա, ստիպված գարնանը պետք է նոր վարկ վերցնեն։ Կառավարության փոխհատուցվելիք գումարն էլ իդեպ ասում են շատ չէ, հազիվ կարողանան ջրի ու հողի հարկ վճարել։ Այս դեկտեմբերի հեսա արդեն վերջն է գալի, ուրեմն հողի հարկ, ջրի հարկ պիտի պարտադիր մուծենք։ Չմուծենք հարկադիր ենք ընկնելու։ Եթե հարկադիր ընկանք էլ մեզ վար չեն տա։ Ծիրաններն այս տարի չեն կարողացել վաճառել։ Կարկուտը կերել էր, ասում են բնակիչները։ Ընդհանուր առմամբ, ըստ մարզպետարանի, Արմավիրի մարզում տուժել է 4 համայնք՝ Խոյը, Մեծամորը, Բաղրամյանը եւ Արմավիրը։ Այս տարվա կարկուտից տուժած այլ համայնքներ մյուս մարզերում էլ կան։ 2024 եւ 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրումը տեղի է ունենում միայն համայնքային հանձնաժողովների կողմից սահմանված կարգով, ճշգրտված եւ ամփոփված ակտերի տրամադրման դեպքում։ Վրդովված գյուղացիներն իրենց խաբված են համարում։ Որոշել են, եթե մինչև դեկտեմբերի 20-ը փոխանցումները չկատարեն, փողոցներ կփակեն, էկոնոմիկայի նախարարության մոտ բողոքի ակցիաներ կկազմակերպեն։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Սուրշնչարական վարակները մեր երկրում շարունակում են ակտիվ շրջանառվել, հիվանդացության ցուցանիշները բարձր են, գործադիրի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ վարակված քաղաքացիների դիմելիությունը բարձր է ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային օղակում։ Խնդիրը խոշորացույցի տակ են պահում միաժամանակ աշխատելով կրթական գերատեսչության հետ, գործարկելու այն մեխանիզմը, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր դասարանի շնչառական վարակներով պայմանավորված 20 եւ ավելի տոկոս բացակայություն ունենալու դեպքում անցնել հեռավոր դասավանդման։ Նախարար Ավանեսյանը անդրադարձել է նաև մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնության հետ կապված վերջին շրջանի դժգոհություններին։
Առաջնային օղակը իր դերը ունի եւ մարդը եթե ցուցանիշներ չունի հոսպիտալացման կամ էմերջենսի ծառայության, ապա պետք է դիմի պոլիկլինիկական օղակում։ Եթե անձը շրջանցում է այս օղակը եւ ուղիղ գալիս է հիվանդանոց, արտահիվանդանոցային դեպքի համար, ապա դա համարվում է վճարովի խորհրդատվություն։ Եթե մենք այս բոլոր կանոնները չապահովենք, ուրեմն չենք ունենա բավարար արդյունքներ եւ կստացվի, որ մեր անգամ թեթև դեպքերը կգնան հիվանդանոց, կծանրաբեռնեն հիվանդանոց եւ ծանր դեպքերի սպասարկման համար խնդիրներ կունենանք։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Ինչու է արմատապես փոխվում կրթության բովանդակությունը, հակապետական եղել է, թե դարձնում են կրթության փորձագետների մտահոգությունը։ Միքայել Սրբազանին պատժախցից կտեղափոխեն հիվանդանոց, թույլտվությունը կա, նրան վիրահատելու են Իզմիրլյանում։ Արտակարգ դեպքերում զանգահարել 11-2 հեռախոսահամարով 911-ն ու 102-ը շուտով էլ չեն գործի։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի ուրբաթը ավելին հաջորդիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Հայաստանում գույքի բոլոր աճուրդները այսուհետև կանցկացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով, կառավարության նիստում ասել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը։ Առնակ Ավետիսյանը ընդգծել է, որ սահմանվում են նաև աճուրդների չկայացման դեպքում դրանց գնիչեցման սանդղակները, ըստ այդմ շարժական գույքի յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո առաջարկվում է մեկնարկային գինը շուկայական գնահատված արժեքից նվազեցնել 15%-ի չափ, իսկ անշարժ գույքի դեպքում առաջին աճուրդի ժամանակ մեկնարկային գին սահմանել շուկայական գնահատված գնի 100%, չկայանալու դեպքում հաջորդիվ նվազեցնել մինչև 70%։ Բացի այդ, աճուրդի հայտարարությունների տեղադրման ժամկետները ևս կփոփոխվեն եւ կերկարաձգվեն։ Պաշտոնյան նաև հավելել է, որ բուն աճուրդի գործընթացը 1 օրվա փոխարեն կլինի 3 օր։ Այս ընթացքում հնարավոր կլինի ներկայացնել գնային առաջարկներ եւ մասնակցել մրցույթներին։ Ամենամեծ եւ ֆունդամենտալ փոփոխությունը այն է, որ կարգով սահմանում ենք միասնական մոտեցում բոլոր գույքերի օտարման սկզբունքների եւ պայմանների ձևավորման շուրջ, մինչ այսօր յուրաքանչյուր գույքի մասով կառավարությունը իր օտարման որոշումներով սահմանում էր տվյալ գույքի օտարման առանձնահատկությունները։ Հիմա մենք ընդհանուր կարգավորմամբ ենք դա ֆիքսում, առավել կանխատեսելի եւ առավել ընդհանրական մոտեցում ունենալու համար։ Արմատական փոփոխություններ կրթության բովանդակությունում նախարարի խոսքով փոփոխությունները նախաձեռնվել են, քանի որ բովանդակությունը հակապետական է եղել։ Ոլորտի փորձագետների կարծիքով կրթությունը վերաշարադրելով եւ իշխանության շահերին հարմարեցնելով դեմ ենք գնում մեր ինքնությանը։ Կրթության բովանդակությունը հակապետական է եղել, այժմ փոխում ենք այդ բովանդակությունը, ասում է կրթության նախարարն ու հավելում, այսօր կրթական բարեփոխումների մի շատ մեծ ծավալ ուղղված է կրթության բովանդակության փոփոխությանը։ Մենք բոլորս տեսնում ենք այն կրթական համակարգի հետևանքները, որի առանցքում ամենևին էլ պետությունը չի եղել։ Եվ անկախ նրանից, թե մենք ինչ որակով այդ կրթությունը կիրականացնեինք, եթե այդ կրթության բովանդակությունը հակապետական է, ապա այստեղ չեմ կարծում, որ որակը պակաս կամ ավել բերելու էր մեր խնդիրների լուծմանը։ Ու նախաձեռնեցին կրթության բովանդակության արմատական փոփոխությունը։ Բովանդակային կոպտագույն սխալներ կգտնես ամեն երկրորդ դասագրքում։ Ձևախեղումներ անթիվ անհամար։ Հայոց պատմություն առարկայի վերնագիրը փոխեցին դարձրին Հայաստանի։ Դասագրքերից դուրս մղեցին Արցախյան ազատամարտի հերոսական էջերը, աշխարհագրության դասագրքից հանեցին Արցախի մասին վկայությունները, իսկ հայոց եկեղեցու պատմություն առարկան առհասարակ դադարեց որպես առանձին առարկա գոյություն ունենալ։ Հիշեցնում են փորձագետները։ Նախկին դասագրքերում դրված կարգային էր, պետականության նկատմամբ հարգանքուսեր կար, հիմա դրանք ուղղակի հանվում են հակառակ ասելով։ Դպրոցում որևէ դասագիրք չկա, որտեղ 7-8-րդ դասան ինչ որ կա, դասագիրք կոչել ուղղակի չես կարող, որտեղ դրանք ոչ գիտական առումով, ոչ մասնագիտական առումով դասագիրք չեն ուղղակի։ Նման սխալներով, նման անգրագետ ձևով չեն գրում դասագիր։ Կրթական բարեփոխումների քողի տակ քանդում են հիմնովին կրթությունը, ասում են մասնագետները նկատում։ Ազգային ինքնագիտակցության ու արժեհամակարգի խեղաթյուրման հիմքը դնում են հենց Այբենարանից, որտեղից Մաշտոցին իբր պատահաբար դուրս են թողել, ինչպես դարձյալ պատահաբար վերաշարադրել են մեր պատմությունը։ Պետք է
հասկանալ, որ այդ բովանդակությունը ըստ էության թելադրված է դրսից եւ Հայաստանի կրթական համակարգը հարմարվում է այնպիսի գաղափարախոսության, դրանց ազդեցության, որոնց միջից ընդհանրապես դուրս է գալիս ազգային արժեքները, ազգային գաղափարախոսությունը, Հայաստանի եւ հայոց պատմությունը եւ փոխարինվում է աշխարհաքաղաքականությամբ եւ հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու գաղափարախոսությամբ։ Վերախմբագրում եւ վերաշարադրում են մեր ինքնությունը ըստ փորձագետների։ Մասնագետներն ընդգծում են, կրթությունը չի սիրում, երբ իր վրա ազդում է քաղաքականությունը։ Եվս մի քանի տարի նույն ձեռագրով ու այլևս կջնջվի մեր սերունդների պատմական հիշողությունը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հրդեհ բանկում Պարուր Սևակի փողոցում հրդեհի ազանգը վաղարավոտյան է ստացվել, հրշեջներին հաջողվել է 1 ժամում մարել կրակը, տուժած քաղաքացուն հոսպիտալացրել են։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Միքայել Սրբազանը կտեղափոխվի Իզմիրյան հիվանդանոց, նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, բժիշկները հայտնել էին, որ նրան վիրահատություն է անհրաժեշտ։ Միքայել Սրբազանի պաշտպանների թիմն է հայտարարություն տարածել, նշելով, որ Իզմիրյան բժշկական կենտրոնում իր հաշվին Միքայել Սրբազանի վիրահատվելու հարցը բարձրացրել են դեռևս հոկտեմբերին քրեակատարողական ծառայությանն ուղղված դիմումով։ Կառավարությունն այսօր որոշել է ժամանակավորապես 6 ամսով արգելել Հայաստանի տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով։ Մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտահանումը նվազեցնելու, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ 2025 թվականի նոյեմբերին քրեակատարողական ծառայության աշխատակիցները հայտնաբերել են 72.48 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 165 բջջային հեռախոս, 223 բջջային հեռախոսի պարագա, 13 Wi-Fi սարք, 19 կտրող ծակող առարկա, 135.4 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք եւ արգելված այլ իրեր։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական եւ կարգապահական վարույթներ։ Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու օրենքով սահմանված պահանջները եւ զերծ մնալ անօրինական գործողություններից։ Աղետի դեպքում կամ արտակարգ իրավիճակներում 102 911 կամ 101 հեռախոսահամարների փոխարեն այսուհետև պետք է զանգահարել 11-2 հեռախոսահամարով։ Ներքին գործերի փոխնախարարն այսօր ասել է, որ հին հեռախոսահամարները կշարունակեն գործել, զանգերը կվերահասցեագրվեն 11-2-ին։ Միայն իրազեկման ակցիաներից հետո հին հեռախոսահամարները շրջանառությունից կհանվեն։ 11-2-ը Եվրամիությունում օգնության կանչի ընդունված համարն է։ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ամանորյա միջոցառումներով պայմանավորված դեկտեմբերի 12-ին ժամը 21-ից մինչև դեկտեմբերի 15 ժամը առավոտյան 7-ը կդադարեցվեն Հանրապետության հրապարակի Տիգրան Մեծի պողոտայի եւ Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը։ Դեկտեմբերի 14-ի ժամը 16-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում մինչև համերգի ավարտը։ Դեկտեմբերի 13-ին ժամը 23-ից մինչև դեկտեմբերի 14-ը երեկոյան 24:00-ին երկկողմանի կդադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու եւ Վազգեն Սարգսյան փողոցներում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օթերևութաբանների կանխատեսումներին։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթը կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների։ Ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 5 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 4-ից 9, Լոռիում 4-ից 8, Տավուշում 7-ից 10 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 6-ից 9, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 9-ից 12, Սյունիքի նախալեռներում
4-ից 8 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների։ Այս գիշեր սպասվում է 0-ից 2, ցերեկը 5-ից 7, երեկոյան 3-ից 5 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։